իմ շատ սիրելի բարեկամներ, նորից իմ խոհանոցում ենք, միասին ենք, այսօր պատրաստելու ենք շատ համեղ խմորեղեն ծիրանի ջեմով կամ ձեր ունեցած տանը ինչ ջեմ ունեք, այս խմորեղենը կարելի է պատրաստել նույնիսկ մակով, մի խոսքով, մեզ քաջ ծանոթ է այս խմորը մի փոքր փոփոխությունով իհարկե, շատ համեղ է լինում, շատ գեղեցիկ է ստացվում, կարելի է անվանել փոքրիկ բուլկիներ։ Ուրեմն այս համեղ խմորեղենը պատրաստելու համար, որում դուք իհարկե կհամոզվեք, մեզ հարկավոր է ալյուր կաթ, գոլից տաք կաթ, 2 ձու շաքարավազ, աղ եւ խմորիչ։ Սիրելի բարեկամներ, ինձ հաճախակի եք հարցնում, տիկին Մարինե, կարելի է պատրաստել չոր խմորիչով։ Իհարկե, սիրելիներս, կարելի է պատրաստել, բայց եթե ձերքի տակ ունեք թարմ խմորիչը ավելի լավ է։ Այսպես, ուրեմն ամենասկզբից կաթը եւ խմորիչը խառնելու ենք իրար, շաքարավազը իհարկե։ Երեք ճաշի գթա շաքարավազ է մեզ հարկավոր, խառնելու ենք հիմա, ավելացնում ենք աղը և 2 ձու, ամբողջական 2 ձու է հարկավոր, նորից շատ լավ խառնում ենք, համոզվում ենք, որ շաքարավազը ամբողջովին հալված է աղի հետ, ձուն հարված է, ավելացնում ենք ալյուրը իհարկե մաղելով։ Ալյուրը կավելացնենք 2-ից 3 անգամ։ Ալյուրը ավելացնելուց զգուշ ենք լինելու, որպեսզի շատ չհագեցնենք ալյուրով։ Նորից լավ խառնում ենք, ուրեմն դեռ խմորը մեզ մոտ կպչող, ձեռքերին կպչող այսպիսի խմոր է, ավելացնում ենք կարագը, 80 գրամ մեզ կարագ է հարկավոր, որը ես միկրոալիքայի վառարանում արդեն մի փոքր թուլացրել եմ, այսպես ավելացնում ենք և սկսում ենք արդեն ձեռքով հունցելը։ Խմորը արդեն սեղանի վրա ենք հունցելու, ես մի փոքր նորից ալյուր եմ վերցրել, ուղղակի հունցելու համար։ Տեսնում եք, այսպիսի փափլիկ խմոր է ինքը, շատ, մի փոքր ալյուր ենք անում և շատ լավ հունցելու ենք, որպեսզի ստանանք համասեր, լավ, էլաստիկ խմոր։ Եվ նույն ժամանակ շատ թույլ խմոր ենք ստանալու, բարեկամներս։ Մի փոքր ենք ալյուր անում։ Եվ արդեն ստացել ենք այսպիսի շատ թույլ ձեռքերին կպչող խմոր։ Այս
խմորը համեմատաբար մեր ունեցած մյուս խմորիչով խմորներից բավականին թույլ է։ Այսպես ուրեմն մեր ամանը մի փոքր բուսայով ենք անում։ Եվ տեղադրելու ենք նորից ամանի մեջ, որպեսզի հասունանա մեր խմորը։ Քանի որ մեր խմորի մեջ ունենք շաքարավազ, մի փոքր ուշ է բարձրանում, խնդրում եմ չանհանգստանալ։ Ծածկում ենք սննդային թաղանթով և սրբիչով։ Տեղավորելու ենք տաք, միայն լույսը վառած ջեռոցի մեջ։ Դուք եթե կուզեք տեղավորեք ինչ-որ տաք, հիմա արդեն բավականին տաք է ու սեղանի վրա է կարելի է։ Ծածկելու ենք սրբիչով և սպասենք մինչև բարձրանա։ Ես պատմեմ միջուկի մասին, ուրեմն ինձ մոտ Հայաստանից Իրանի ջեմ է, իմ այն բարեկամները, հետևորդները, որոնք անձնական կապ ունեն ինձ հետ, իհարկե տեղյակ են, որ իմ աղջիկը անակնկալ արեց մեզ ու մեկ շաբաթով եկավ մեզ մոտ, ինչը շատ իհարկե հաճելի էր, շատ այսպես անակնկալ էր մեզ համար, շատ ուրախացանք իհարկե, այդ մեկ շաբաթը մեզ համար շատ լավ շաբաթ էր, դա էր պատճառը, որ ես տեսանյութեր չնկարեցի ու մենք արդեն ճանապարհել ենք երեկին բալիկին, այսօր ես որոշեցի, որ սպասում են իմ բարեկամները, իմ բաժանորդները ու ես պատրաստեմ մի համեղ խմորեղեն, որը և արագ է պատրաստվում և շատ համեղ է։ Ուրեմն լինելու է ծիրանի ջեմով, այս ջեմը իհարկե իմ աղջիկն է բերել Հայաստանից, ինքն է պատրաստել, շատ լավ ջեմ է, կորիզներով պատրաստված, շատ համեղ է պատրաստում իմ բալիկը և այս խմորը քանի որ հասունանալուց հետո բաժանելու ենք երկու մասի, ես մեկը կպատրաստեմ ծիրանի ջեմով, մյուսը կպատրաստեմ մակով։ Հուսով եմ բոլորիդ քաշ ծանոթ է մակը, բոլոր խանութներում էլ կա, իհարկե մակը հիմա ես եփելու եմ, պիտի մի փոքր եփենք կաթով։ Այդ պրոցեսը նույնպես ես կնկարեմ։ 150 գրամ մակ է։ Ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ և 150 գրամ կաթ։ Մեկ վանելին, եթե չեք սիրում վանելինի համը մակի հետ կարող եք չավելացնել։ Այսպես բարեկամ, այս ամենը դնելու ենք մարմանդ կրակին և հասցնելու ենք եռման աստիճանի և ավելի մինչև դառնա պյուրեի նման զանգված, վերանա, գոլորշիանա ամբողջովին կաթը։ Սա է պատրաստման պրոցեսը, այնպես որ շատ բարդ չէ և շատ արագ է լինում։ Այսպես անընդհատ խառնելու ենք, մինչև բոլորովին գոլորշիանա կաթը և մակը եփվի։ Այնքան պիտի եփենք, որ արդեն ամրանա, տնտանա մեր մակով խառնուրդը։ Բավականին խտացել է արդեն։ Եվս 5 րոպե խառնում եմ և վերջ, արդեն պատրաստ է մակով մեր խառնուրդը։
արդեն պատրաստ է, տեսնում եք կրեմի խտությամբ խառնուրդ է և արդեն բավական է, եփել է, արդեն պատրաստ է, տեսնում եք թանձրությունը, խտությունը։ Բարեկամներս, քանի դեռ մեր խմորը չի բարձրացել, բարձրանում է, ես ուզում եմ ցուցադրել ձեզ մեր պատշգամբի այսօրվա տեսքը, որը ամբողջովին կահավորել է իմ աղջիկը ու կուզեմ, որ դուք էլ տեսնեք մեր պատշգամբը այս տարի։ Այսօր մեզ մոտ շատ լավ եղանակ է, արև, համարյա ամառային եղանակ է, սա մեր պատշգամբն է, իր ամբողջ տեսքով, շատ գեղեցիկ ու ճաշակով կահավորեց իմ բալիկը մեր պատշգամբը մեկ շաբաթում։ Այս տարի մենք գերանիներ արեցինք, սպիտակ և վարդագույն, պինկ է կոչվում այս գույնը։ Սա մի փոքր ուրիշ գույնի վարդագույն է, պինկ, իսկական պինկը սա է, սրանք մի փոքր ուրիշ են, տեսնում եք տարբերությունը, այսպես բարեկամներս, և լավանդա տնկեցինք երկուսի մեջտեղը, լավանդան իհարկե չի թողում, որ մոծակներ, մլակներ և նման միջատներ գան պատշգամբ, այսպես բարեկամներս, այսպիսի տեսք ունի հիմա մեր պատշգամբը։ Շատ գեղեցիկ ծաղիկներ տնեց բալիկս, կահավորեց ու ճանապարհեցինք, իհարկե շատ լավ ժամանակ անցկացրինք։ Այսպես բարեկամներս, առավոտյան այստեղ եթե իհարկե անձրև չի լինում, եղանակը լավ է, մենք այստեղ սուրճ ենք խմում։ Շատ լավ է բարձրացել մեր խմորը, տեսեք այսպիսի լավ խմոր ունենք, մի փոքր բուսայուղ եմ արել սեղանը, գորգը և արդեն խմոր դատարկում ենք սեղանին։ Շատ լավ խմոր ենք ստացել, սիրելիներս, մի փոքր բուսայուղ անեմ, այսպիսի լավ խմոր ունենք, բաժանում ենք ուղիղ 2 հավասար մասի և գնդերի ենք վերածում, մի փոքր պիտի սպասենք, քանի որ մենք արդեն խմորը գնդերի վերածեցինք, պիտի անպայման սպասենք մի փոքր հանգստանա։ Հենց այսպես ուղղակի սեղանին։
Այդպես խմորները բավականին հանգստացել են։ Հիմա մենք բացելու ենք։ Մեկ խմորը մի կողմ դնենք։ Նույն ձևի արդեն կսելու ենք մակը։ Այսպես ռուլետի նման փաթաթում ենք։ Հիմա այստեղ այսպես ոչ մինչև վերջ կտրում ենք խմորը։ Ինձ թվում է երևում է ինչ եմ անում։ Եվ նորից շարունակում ենք փաթաթել։ Ամրացնում ենք եզրերը։ Այստեղ մի փոքր լավ չի կտրվել։ Այսպես հավասար մասերի կտրտելով խմորը տեղավորում ենք արդեն տապակի մեջ։ Մի փոքր իրարից հեռու ենք դնելու, շատ լավ են բարձրացել, հիմա ձու ենք կսում զգուշությամբ և թխելու ենք, 180 աստիճանի տակ ենք թխելու վերև ներքև ռեժիմով։ Չեմ ենք կսելու, սիրի բարեկամներ, այսպես բարակ շերտով կսում ենք։ Օրիզների ունենք այստեղ։ Հիմա ռուլետի նման փաթաթում ենք։
բարեկամներ, այստեղ խմորը կիսում ենք, կտրում ենք, բայց ոչ մինչև վերջ, այսպես։ Ինձ թվում է, երևում է, այսպես, և նորից փաթաթում ենք, կամ կարող ենք այսպես վրա բերել, այսպես, ամուր, եզրերը փակ, և այսպես փակում ենք, կարելի է ամրացնել, կարելի է ոչ, նորից պտտում ենք, եթե ուզում եք, որ ձեր բուլկիները մեծ լինեն, մեծ ստացվեն, ուրեմն մեծ-մեծ կտրտեք, եթե այսպես միջին չափի եք ուզում, մի փոքր կտրտեք, այսպես օրինակ, ես կտրում եմ այս չափի, կարևորը հավասար չափերի լինեն, շատ մեծ և փոքր չլինի։ Տեղավորում ենք արդեն տապակի մեջ, մի փոքր իրարից հեռու ենք դնելու, տեղավորեցինք արդեն, հիմա թողնելու ենք մի փոքր բարձրանան, 10 րոպե, արդեն որ տեսնում եք բավականին բարձրացել է, բավական է, ու ձեն քսելու թխենք 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով, մինչ գեղեցիկ վարդագույն դառնալը, կարմրաթուշիկ բուլկիներ ենք ստանալու, շատ լավ են բարձրացել մեր խմորները, ձու ենք քսում, արդեն գիտեք, որ այս խառնուրդը մեկ դեղնուց է և մեկ ճաշի գտալ կաթ։ Զգուշությամբ ենք քսելու, որովհետև գիտենք արդեն, բարձրացած խմորը շատ նուրբիկ է։ Պատրաստի արդեն թխելու ենք 180 աստիճանի տակ, արդեն գիտեք։ Այսպիսի գեղեցիկ բուլկիներ ստացանք։ Տեսնում եք որքան գեղեցիկ և իհարկե շատ համեղ են, շատ։ Սա ջեմով, տաքետ իսկ սա արդեն մակով։ Եփված, դուք ինքներդ էլ համոզվեցիք, տեսաք, որ այդքան էլ բարդ չէ, այդքան էլ դժվար չէ, այդքան շատ բաղադրիչներ չեն պահանջում, ուղղակի պետք է տրամադրվել և պատրաստել։ Հուսով եմ ձեզ անպայման դուր կգա, դուք էլ կպատրաստեք ու կուրախացնեք ձեր ընտանիքի անդամներին, ձեր թոռնիկներին։ Սիրելի բարեկամներ, այսքանով ավարտենք, համոզվեցիք, որ շատ լավ բաղադրատոմս է, շատ հեշտ է պատրաստում և շատ արագ, ամենակարևորը շատ համեղ է։ Հուսով եմ բոլորի դուր կգա, բոլորդ կդիտեք մինչև վերջ ու անպայման կպատրաստեք, կփորձեք։ Սիրելիները, շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ հենց միայն նրա համար, որ ինձ հետ եք, իմ ալիքում եք, դիտում եք մինչև վերջ, անսահման շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։